Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 25-ն է։ Անկեղծ ասած որոշել էի մի փոքր ուշ պատրաստել այս հաղորդումը, բայց հիմա տեսա մեկ կարևոր հաղորդագրություն Հայաստանի արտգործ նախարարության կողմից, դրա համար որոշեցի անպայման հիմա անել այս հաղորդումը։ Երեկոյան էլ հնարավոր է այլ թեմաներ լինեն խոսելու, բայց կարևոր հարց է։ Դրա համար ասի շատ արագ տեղեկացնեմ եւ միասին քննարկենք թե վաղը ով է գալու Հայաստան։ Անպայման լայքերը դրեք, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, ինչպես նաև գրեք ձեր կարծիքները մեկնաբանության մեջ։ Փորձում եմ հետևել բոլոր մեկնաբանություններին, մեկ-մեկ շատ են լինում, չեմ հասցնում, բայց այնուամենայնիվ փորձում եմ պատասխանել բոլոր մեկնաբանություններին։ Եթե չեմ հասցնում, անպայման ներողամիտ գտնվեք, սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն հաջորդ հերթական հարվածն է ստանում Վլադիմիր Պուտինը, արդեն երրորդ օրն է փաստացի այս մասին խոսում եմ, երկու օր առաջ ասացի, որ Պուտինը հարվածներ է ստանալու հիմա Հայաստանից, քանի որ փորձեց ինքը հարվածներ հասցնել Հայաստանին, հայտարարություններով են ագրեսիվ հանդես գալիս Ռուսաստանից եւ կտրուկ գործողությունների են դիմում, փաստացի էմբարգո են հայտարարում հայկական ապրանքներին եւ մենք երեք տեսանք Փաշինյանի հայտարարությունը կար սախալքալակ երկաթգծին միանալու մասով ասացի Թուրքիան թույլ տվեց։ Ես այս մասին երեք խոսել եմ մանրամասն, ուղղակի մեկ կարևոր դետալ եմ մոռացել ավելացնել, մեկ-մեկ լինում է, որ այդ ամենը պատտվում է գլխի մեջ եւ չես ուղղակի հասցնում կամ չես կարող հիշել, որ ասես։ Այդ դետալները իրոք կարևոր են, հիշում ենք մեկ շաբաթ առաջ, մեկ շաբաթ 10 օր առաջ, չեմ կարող կոնկրետ ասել, բայց նոր է դա եղել, երբ որ Թուրքիան որոշում կայացրեց, որ ապրանքները հիմա ուղիղ Թուրքիայից կարող են արտահանել դեպի Հայաստան, իսկ Հայաստանից դեպի Թուրքիա, ճիշտ է երրորդ երկրների միջոցով, բայց ուղիղ Հայաստանի համար ապրանքները գալու են միանգամից Հայաստան։ Թուրքիայում բեռնատարներով լինի, թե երկաթգծով, այդ ժամանակ երկաթգծի մասին չէինք կարող մտածել, պատրաստվելու եւ արտահանվելու են միանգամից Հայաստան։ Հիմա երբ որ արդեն երկաթգիծը հաստատի բացվեց Հայաստանի համար, դա ավելի ամբողջական է դարձնում պատկերը։ Հաստատի մենք կարող ենք հաստել, որ հայ-թուրքական, ճիշտ է չեմ կարող ասել սահմանը բաց է, բայց ինչ որ միտեղ սահմանը բացվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջև, սահմանը բացվեց։ Ֆիզիկապես սահմանը չի բացվել, բայց առևտրային իմաստով երրորդ երկրի միջոցով այդ սահմանը բացվեց։ Բայց եթե ավելի կոնկրետ եւ ճիշտ ասենք, ոչ թե սահմանը բացվեց, այլ շրջափակումը Հայաստանի վերացվեց եւ սահմանի բացումը հիմնականում տեխնիկական բնույթ է կարելի եւ ես կարծում եմ, որ քաղաքական արգելքը եւ համարձակությունը Թուրքիան կկարողանա ախտահարել եւ այդ համարձակությունը կգտնի, որպիսի նաեւ բացի հայ-թուրքական սահմանը եւ արդեն լուծվեն բոլոր տեխնիկական խնդիրները, հետագայում մենք նաեւ ականատես կլինենք շատ մոտ ապագայում, որ երկաթգիծը ուղիղ կաշխատի արդեն Թուրքիայի եւ Հայաստանի միջև։ Սակայն սա չէ մեր հաղորդման հիմնական թեման։ Մեր հաղորդման հիմնական թեման այն է, որ Հայաստանի արտգործ նախարարությունից ստացանք կարևոր հաղորդագրություն, որ մայիսի 26-ին Հայաստան է ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Անկեղծ ասեմ, առավոտյան մտածում էի, թե միթե Թրամփի եւ Փաշինյանի միջև հեռախոսազրույց չպետք է տեղի ունենա հիմա, ընտրություններից առաջ, ես պատկերացնում եմ, որ ինչ որ մի բան անպայման կլինի, այսօր էի մտածում այդ մասին առավոտյան, հետո տեսա այս հետաքրքիր հաղորդագրությունը։ Հարցը նրանում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա շատ բարդ բանակցություններ է վարում Իրանի շուրջ եւ ամբողջ աշխարհում, ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ ամբողջ աշխարհում Թրամփի հեղինակությունը խաթարված է եւ Թրամփը միշտ փորձում է պարծենալ, որ ինքը կարգավորել է բազմաթիվ կոնֆլիկտներ եւ այդ թվում կոնֆլիկտը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ինչքանով դա այդպես է, այդ մասին էլ ենք մենք խոսել, բայց Թրամփի կարելի ասել ամենահաջողված կարգավորումը հայ-ադրբեջանական կարգավորումն է եւ ինքը ասում էր, որ շատ հրաշալի առաջնորդներ են Փաշինյանը եւ Ալիևը, իմ ընկերներն են եւ այդպես շարունակ։ Եթե Փաշինյանը ընտրություններում տապալվում է, դա հերթական
ապտակն է դառնալու Թրամփի համար։ Ես այսպես եմ տեսնում ամեն ինչ, ինչպես նաև իր ստորագրած ծրագրի համար Թրամփի երթուղու մասով։ Եվ հիմա դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հենց հիմա վաղը գալիս է Հայաստան։ Դա շատ կարևոր այց է, չափազանց մեծ կարևորության այց է Հայաստան եւ այն հիմա ավելի է կարևորվում ռուսական էմբարգոյի ֆոնին հայկական ապրանքների նկատմամբ։ Սա հստակ պատասխան է Ռուսաստանի Դաշնությանը, որ Հայաստանի Հանրապետությունը միայնակ չէ եւ դուք չեք կարողանալու իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ամուր է մտել Հայաստան, բայց ամենակարևորը այն է, սիրելի հայրենակիցներ, որ այս ամենը միմյանց հետ կապ ունի։ Երեկվա Փաշինյանի հայտարարությունը Կարս ախալքալաքի մասով եւ Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան նույնպես իրար հետ կապված են, ինչպես նաեւ Փաշինյանի մեկ այլ հայտարարությունը, այսինքն ի շարունակությունը այն հայտարարության, որ ինքը արեց, որ թրիփի մասով շուտով նոր մեծ պայմանագիր կկնքվի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եվ ես գրեթե համոզված եմ, որ այդ պայմանագիրը կնքվելու է արդեն վաղը, այցը չեմ կարող ասել երեկոյան է նախատեսված, թե առավոտյան, եթե երեկոյան, ուրեմն վաղը այցը կայանալու է, մյուս օրը կարող է նման փաստաթուղթ արդեն ստորագրվել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև։ Թրիփի գործարկման մասին պայմանավորվածություն, փաստաթուղթ։ Կտեսնենք միասին, թե ինչ փաստաթուղթ կլինի, բայց ես համոզված եմ, որ նման փաստաթուղթ կստորագրվի։ Առողջ տրամաբանությունը եւ մեր վերլուծությունները հուշում են այդ մասին, որ հենց այդպիսի փաստաթուղթ ստորագրելու համար է գալիս Մարկո Ռուբիոն Հայաստան, բայց կարծում եմ, որ ոչ միայն այդ փաստաթուղթը, այլ էլի փաստաթղթերը կարող է ստորագրվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև։ Այսինքն, սա ընդհանուր մեկ շղթայի մաս է։ Թուրքիայում համոզվեցին, որ շատ շուտով այդպիսի պայմանագիր կստորագրվի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև, դրա համար Թուրքիան գնաց այդ քայլին, բացելով Կարս ախալքալակ երկաթգիծը, քանի որ ժամանակ կպահանջի, որ թրիփը իրականություն դառնա, եւ դրա համար Թուրքիայի չատարակ պահանջեցին, որպեսզի գնա Թուրքիան այդ քայլին։ Պահանջեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ նաեւ Եվրոպան։ Մենք երեք այդ մասին խոսել էինք, ես հիշեցի նաեւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի զանգը Էրդողանին։ Ահա այստեղ է տեսա թիմային աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև։ Ահա այստեղ մեր տարածաշրջանում թե Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ թե Եվրամիության շահերը համընկնում են։ Այսինքն թե Թրամփի վարչակազմի եւ թե Եվրամիության շահերը համընկնում են։ Ինչը մեզ համար միանշանակ չափազանց կարևոր է։ Իրենց շահերը, իրենց տեսակետները, ավելի ճիշտ ասենք, շահերը մի քիչ շատ մեծ հայտարարություն կլինի, իրենց տեսակետները կարող է տարբերվեն Ուկրաինայի հարցի շուրջ, Իրանի հարցի շուրջ, բայց հարավային Կովկասի մասով մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի շահերը համընկնում են։ Դա իրոք մեզ համար շատ կարևոր է եւ չափազանց կարևոր հաղթանակ է։ Ու սա չի կարող չմտահոգել Վլադիմիր Պուտինին, Վոլոդինին, Մեդվեդևին, Սախարովային, Գալուզինին, Օվերչուկին եւ այդպես շարունակ, կամ Մարգարիտա Սիմոնովնաներին, ովքեր որ նույնպես հիմա կրկին ակտիվացել են, չնայած որ խոստովանում են, որ 18%-ով են իրենք միայն հայն իրենց արյունով, բայց կրկին ակտիվացել են եւ քարոզ են տանում, թե իբր հայերը արդեն սովից սնկով են սնվում։ Սնկով ռուսներն են շատ սիրում սնվել, ի տարբերություն հայերի, եւ բնականաբար սով Հայաստանում չկա եւ գոյություն չունի։ Դուք ինքներդ սիրելի հայրենակիցներ կարող եք դա փաստել։ Ուրեմն ամփոփենք։ Կարս ախալքալակ երկաթգծի բացումը Հայաստանի համար Թուրքիայի կողմից, սա Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կարևոր բանակցությունների արդյունք է։ Բնականաբար հայկական կողմը եւս այստեղ շատ մեծ դիվանագիտական ջանքեր է կիրառել։
Բայց դա արդյունք է նաև նրա, որ վաղը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելում է Հայաստան եւ ամենայն հավանականությամբ թրիփի մասով պայմանագիրը կստորագրվի եւ ոչ միայն թրիփի մասով եւ դա շատ կարեւոր աջակցություն է նաեւ Նիկոլ Փաշինյանի, շատ կարեւոր, շատ մեծ աջակցություն է եւ դա մեծ ցավ է դառնալու Ռուսաստանի Դաշնության համար, քանի որ իրենց պլանները խափանվում են։ Ամսի 4-ին մեծ գագաթնաժողով էր Հայաստանում, եվրոպական առաջնորդներն էին գտնվում Հայաստանում, Կանադայի առաջնորդը, հիմա ընդամենը քանի օր է անցել։ Մի փոքր 20 օրից ավել է անցել, ամիսը դեռ չի ավարտվել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն է այցելում Հայաստան։ Մեկ կարևոր բանի մասին նույնպես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, սիրելի հայրենակիցներ, ուղղակի սա էլ մտքովս անցել է, բայց մոռանում էի միշտ խնդրել, կոչ անել ձեզ մեկ հարց ինձ համար չափազանց կարևոր է, կարծում եմ ձեզ համար նույնպես այդ հարցը կարևոր է։ Մենք գրեթե ամեն օր այդ հարցը բարձրացնում ենք մեր եթերում եւ ինձ մտահոգում է այն հարցը, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում չի ձևավորվելու լեգիտիմ ընդդիմություն։ Ես գրեթե բացառում եմ ուժեղ Հայաստանի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, մի փոքր մտահոգ եմ, որ կարող է քաղաքացիական պայմանագիրը չկարողանա սահմանադրական մեծամասնություն վերցնել, մտածում եմ կարող է ինչ որ ժողովրդավարական ուժեր նաև անցնեն խորհրդարան եւ ընդհանուր կոալիցիա կազմեն ունենան սահմանադրական մեծամասնություն, բայց հավանականությունը շատ մեծ է, որ սահմանադրական մեծամասնություն ունենա քաղաքացիական պայմանագիրը։ Խնդիրը այս պայմաններում ոչ լեգիտիմ ընդդիմություն ունենալն է, ռուսական ընդդիմություն, որը որ չի սպասարկելու Հայաստանի Հանրապետության շահը, եւ քանի որ մենք տեսնում ենք այդ կոռուպցիոն սխեմաները, հարյուրավոր կաշառակերության դեպքեր հաստարկված, քանիսը չեն բացահայտվի, բայց հարյուրավոր կաշառակերության դեպքեր եւ այդ ամենը կապվում է մեկ ուժի հետ, դրա համար քանի որ դուք սիրելի հայրենակիցներ ձեզանից շատեր ովքեր որ մեզ դիտում են, ճիշտ է, մի մեծ մասն էլ Սփյուռքից է դիտում, բայց մեծամասնությունը այնուամենայնիվ Հայաստանից է մեզ դիտում։ Ես կխնդրեի մեկ հարց, քանի որ դուք հնարավորություն ունեք ամեն օրվա ռեժիմով հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Դուք շատ եք մեզ հետևողները եւ կխնդրեի անպայման Նիկոլ Փաշինյանին, երբ որ հանդիպում եք Երևանի փողոցներում, Գյումրիում կամ Հայաստանի այլ քաղաքներում եւ գյուղերում, մեկ հարց տվեք։ Շատ կարևոր է այս հարցը։ Հայաստանում դուք ասում եք, որ լեգիտիմ եւ արդար ընտրություններ են տեղի ունենալու, չէ՞։ Մենք հավատում ենք, որ նման բան իրոք տեղի կունենա, բայց քանի որ տեսնում ենք նաեւ համատարած կաշառակերություն, հակակոռուպցիոն կոմիտեն ամեն օրվա ռեժիմով բացահայտումներ է անում, հարյուրավոր դեպքեր կան մեկ ուժի հետ կապված, հələ մի մասն էլ դժվար թե կարողանաք բացահայտել, ապա ինչ է դուրս գալիս վաղը, որ այդ ուժը ստանա 10% ձայն, 15% ձայն կամ 20% ձայն, այդ ուժերը կաշառքի միջոցով չեն հայտնվելու խորհրդարանում, այսպիսով չի խախտվելու ազատ ընտրվելու ընտրություններ կատարելու իրավունք, այսինքն այս ընտրությունները կարելի է համարել օրինական, կարելի է ճանաչել այդ ընտրությունների արդյունքները, ճիշտ է, իշխանությունը կարող է ձևավորվել եւ կձևավորվի ամենայն հավանականությամբ արդար ընտրությունների արդյունքում, բայց ընդդիմությունը արդար ընտրությունների արդյունքում չի ձևավորվելու։ Ահա այս հարցը շատ կխնդրեի, որ ուղղեք վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին։ Ինչ շատ հետաքրքիր է, թե իրենք ինչպես կպատասխանեն, եթե չեն պատրաստվում արգելել այդ ուժերի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Այսքանը Հայաստանի մասով, մի քանի հարցով անդրադառնանք նաև Իրանին, քանի որ Իրանի շուրջ հետաքրքիր զարգացումներ նույնպես ունենք։ Երեք շատ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրոպական խորհրդի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը փաստացի ողջունել է այն համաձայնությունները, որոնք որ ձեռք են բերվում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, բայց ի զարմանս ինձ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսել է, դե Հորմուզի նեղուցի մասով որ խոսել է, սպասելի էր, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի եւ Իրանը չպետք է փող վերցնի, չպետք է ահաբեկի միջազգային նավարկությանը, հա, բայց հետո նա խոսել է նաեւ այն մասին, որ Իրանը պետք է չունենա ատոմային զենք։ Ինչու եմ ես զարմանում, ճիշտ է Եվրոպան միշտ էլ այդ դիրքորոշումը ունեցել է, բայց կարծես պատերազմի ավարտին հիմա ավելի բարձրաձայն է սկսել կրկին խոսել այդ մասին։ Մի կողմից շատ լավ է, մյուս կողմից հարց առաջանում ուրեիք։ Ես դժվարանում եմ, ճիշտ ասած, այս ամենը մեկնաբանել, քանի որ տարբեր մոտեցումներ կան, ես էլ տարբեր կարծիքներ ունեմ ինքսի մեջ, Եվրոպան ճիշտ վարվեց, որ չօգնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թե սխալ ամենայն հավանականությամբ սխալ վարվեց, բայց այս հայտարարությունով մենք տեսնում ենք, որ Եվրոպան շատ լավ հասկանում է, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում Իրանի կողմից ատոմային զենք ունենալը։ Դրանից բացի Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասում է այն, որ Իրանը չպետք է ապակայունացնի տարածաշրջանը։ Այս սուր հայտարարությունը մի կողմից լավ է, մի կողմից էլ վատ։ Արիք չմեկնաբանեմ ինչի է լավ, ինչի է վատ, կարծում եմ դուք ինքներդ շատ լավ հասկանում եք, բայց նոր են հիմա արթնացել, ինչ անենք։ Բայց ինչ է տեղի ունենում իրականում, ինչ պայմանավորվածություններ կարող է լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Դոնալդ Թրամփը երեք պարզաբանել է, չնայած որ տարբեր լրատվամիջոցներով հիմա տարբեր սխալ տեղեկություններ են տարածվում, բայց այստեղ ես կարծես համոզված եմ Թրամփի դիրքորոշման վրա եւ Թրամփը ասում է, որ մեր երկրի կողմից քննարկված ամենավատ գործարքը դա Օբամայի գործարքներ Իրանի հետ։ Եվ այդպիսի չէ այն գործարքը, որի շուրջ հիմա ինքը բանակցում է Իրանի հետ։ Թրամփի խոսքերով շրջափակումը կմնա լիարժեք ուժի մեջ մինչև համաձայնագրի կնքումը։ Եվ Թրամփը ասում է այն, որ նրանք պետք է հասկանան իրանցիները, որ չեն կարող մշակել կամ ձեռք բերել միջուկային զենք կամ ունենալ միջուկային ռումբ։ Այստեղից մենք հասկանում ենք Թրամփի դիրքորոշումը, որ ինքը չի թույլ տալու այդ հայտարարությունների վրա, եթե հիմնվենք, չի թույլ տալու, որ Իրանը ունենա ատոմային զենք եւ չի հրաժարվելու իր պահանջներից հարստացված ուրանի մասով։ Մի քանի օր առաջ էլ նա ասում էր, որ ամեն դեպքում պետք է առաջ շարժվել, երբեք չպետք է հանձնվել, եւ սա եւս վկայում է այն մասին, որ Թրամփը դժվար թե համաձայնվի, որ Իրանը իրեն պահի այդ հարստացված ուրանը։ Հետաքրքիր տեղեկություններ է հայտնում նաեւ CBS News-ը, ըստ այդ աղբյուրի Իրանը ըստ էության համաձայն է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շարունակել բանակցությունները ուրանի շուրջ եւ ոչնչացնել իր հարստացված ուրանը, չնայած վերջնական հաստատում չունենք, որ Իրանը ունի, ճիշտ ասած ավելի հակասական տեղեկություններ ունենք, ավելի շուտ ունենք այնպիսի տեղեկություններ, որ Իրանը չի համաձայնվում, բայց ըստ այս աղբյուրի նման քննարկումները գնում են եւ կարծես թե Իրանը համաձայնվում է, չնայած որ նույն աղբյուրը նշում է, որ վերջնական համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել, սակայն պաշտոնյաները հենց այդ բանակցություններն են վարում ուրանի ոչնչացման վերաբերյալ։ Իրանի արտգործ նախարարության պաշտոնական ներկայացուցիչն էլ մի քարտեզ է հրապարակել, հիշել է Հռոմի հետ Իրանի պատերազմը, թե ինչպես էր փորձում Հռոմը պարտության ենթարկել Իրանին, բայց իրականում Հռոմը ինքը պարտվեց եւ չնայած որ Հռոմը համարում էր, որ ինքն է աշխարհի կենտրոնը, բայց այնուամենայնիվ զիջեց Իրանին։ Հա դե հարուստ պատմություն ունի Իրանը, ոչ ոք այս հարցի շուրջ չի վիճում, ես էլ եմ միշտ դա ընդունել, հիշել եմ նաեւ մեր համատեղ պատմությունը, մենք էլ ունենք նման հարուստ պատմություն, պատերազմներ Հռոմի հետ, հատկապես Տիգրան Մեծի ժամանակահատվածում հետաքրքիր եւ հաջողակ մարտեր ենք մղել ընդդեմ Հռոմի, նաեւ Արտավազդ II-ի ժամանակ։ Տիգրան Մեծի որդու ժամանակ առաջին պատերազմով պարսիկների հետ մենք կարողացել ենք ջախջախել Կրասոսին, եթե հիշում եք։ Բայց վերադառնանք մեր թեմային, ուրեմն նույն CBS News-ը հաղորդում է նաեւ այն մասին, որ
քանի որ Իրանի հոգևոր առաջնորդը անընդհատ աղքվում է, ոչ ոք չգիտի իր գտնվելու վայրը եւ տարբեր մարդկանց միջոցով է իր ուղերձները փոխանցում, նաև բանակցություններ վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ուղիղ բանակցություններ չի վարում, միջնորդավորված տարբեր մարդիկ սուրհանդակներ փոխելով դրա համար դժվարանում են պայմանավորվածությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, քանի որ ցանկացած առաջարկի համար պետք է երկար սպասեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, պետք է երկար սպասեն պատասխանի։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, վերջում կարող եմ ավելացնել նաև այն, որ Ուկրաինան արդեն սկսել է բաժիչ գործողություններ իրականացնել ընդդեմ Ռուսաստանի, ասում են այնպիսի օբյեկտների են հասցրել հարվածներ ուկրաինացիները, որոնք որ քննիներ են ստեղծել Մոսկվայում օդանավակայանների համար, կարծում եմ հետագայում ավելի մանրամասն կիմանանք ինչի մասին է խոսքը եւ կարեւոր է նաեւ նշել այն, որ Մակրոնը զանգահարել է Լուկաշենկոին, Բելարուսի նախագահին 2022 թվականից հետո առաջին անգամ է այս հերախոսազրույցը տեղի ունենում, բայց կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել։ Վտանգ կա, որ երկրորդ ճակատ կարող է բացվել ընդդեմ Ուկրաինայի, դրա համար հերախոսազրույց է տեղի ունեցել Մակրոնի եւ Լուկաշենկոյի միջև, Մակրոնի նախաձեռնությամբ, մեզանից շատ ավելի լավ տեղեկացված է Մակրոնը այդ մասին եւ դրա համար զանգահարել է, որ կոչանի Լուկաշենկոին չմտնել պատերազմի մեջ ընդդեմ Ուկրաինայի։ Ես կարծում եմ, որ եթե Լուկաշենկոն փորձի մտնել պատերազմի մեջ ընդդեմ Ուկրաինայի, Ֆրանսիան անպայման կարձագանքի, նույնիսկ կարող է արձագանքել ռազմական իմաստով նույնպես։ Չեմ բացառում ամենայն դեպս։ Այս պահի դրությամբ ահա այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։